Այսօր վաղ առավոտյան դատավոր Ֆարխոյանի որոշմամբ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց։ Նա մեղադրվում է 2 հոդվածներով, մասնավորապես ընտրական իրավունքին խոչընդոտելու համար, այդ թվում հանրահավաքներին մասնակցելու հարկադրանքի, որը նա իրականացրել է իր ծառայողական լիազորությունները օգտագործելով։ 2 հոդվածով են մեղադրում, ասում են հավաքներին ապօրինի հավաքներին հարկադրել եք, որպեսզի մասնակցեն պաշտոն իշխանական կամ ծառայական լիազորություններն օգտագործելով, բայց դա չի վերաբերվում մասնավոր անձին, դա ուղղակի չի վերաբերվում, ավելին այդ հարկադրանքի փաստն էլ չկա, ուղղակի չկա, նույնիսկ Տեր Արամի ցուցմունքների մեջ չկա, որ ինձ հարկադրել է եւ այլն, նման բան էլ չկա։ Այս տեսակետից չկա ընդհանրապես հանցագործություն։ Սրբազանը այս մեղադրանքը չի ընդունում, թեև ինչպես փաստաբանը նշեց, եղել են ցուցմունքներ, նաև կալանքի միջնորդության մեջ քննիչը ցուցմունքներ է ներկայացրել, համաձայն որոնց իբրև թե 2021-ի ընտրությունների ժամանակ Սրբազանը հոգևորականներին ասել է, որ ում ուզում եք ընտրեք, բացի Նիկոլ Փաշինյանից։ Տեսեք, եթե նույնիսկ նման բան ասվեր պայմանականորեն, ուրեմն դա կոչվում է քարոզչություն։ Քարոզչություն ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է, թե ինչ է քարոզչությունը։ Դա ասում է որևէ տեխնացուի օգտին քվեարկել կամ քվեարկությունից զերծ մնալու համոզմունքն է, համոզելն է։ Հետևաբար, եթե նույնիսկ ընդունենք պայմանականորեն, որ այդ բառերը եղել են, դա կոչվում է քարոզչություն։ Դա չի կոչվում հանցագործություն։ Նշենք, որ 3 Տեր Արամ քահանան հերքել էր, թե ինքը որևէ ցուցմունք է տվել։ Քննչական կոմիտեն քրեական վարույթը հարուցել էր հենց Տեր Արամի հանրային հեռուստատեսությանը տված հայտարարության հիման վրա, որտեղ նա հայտարարել էր, թե իրենց հարկադրել են մասնակցել 2021-ի ընդդիմության հանրահավաքներին։ Դուք ասացիք, որ ցուցմունքներ կան, որ ասել է ում ուզում եք քվեարկեք, բացի Նիկոլ Փաշինյանից, ում ցուցմունքն է դա եղել։ Տեր Արամի ցուցմունքն եղել Տեր Թադեյցուն, որտեղ նրանք չեն կարող ցուցմունքներ, չէ, եկեք ես հիմա մանրամասներ ձեզ չասեմ, հա։ Բայց հոգևորականների ցուցմունքները նախաքննություն եք փորձում կատարել, պարզ է ցուցմունք է եղել, որ ցուցմունքով էլ փորձել են մեղադրանք, բայց այդ ցուցմունքների բովանդակությունն էլ չի մերկացնում հանցագործության կատարման մեջ։ Հոգևորականների ցուցմունքներ են, այսպես ասենք, եթե անունները չեք ուզում տալ։ Այո, հոգևորական ցուցմունքներ են։ Փաստաբանները վստահ են, որ իշխանությունը այս կալանքի միջոցով պարզապես պատժում է Մկրտիչ Սրբազանին, ով ինչպես գիտեք, ամենայն հայոց կաթողիկոսի քրոջորդին է եւ ինչպես Արա Զորաբյանն ասաց, օղակը ել ավելի է սեղմվելու եւ իշխանության քայլերը ուղղվելու են դեպի Մայրաթոռը։ Վերջում Սրբազանը ասեց հետևյալ խոսքերը. Նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, հետո ասեց ես լավատես չեմ, ես գիտեմ հիմա ասեց առավոտյան արդեն 6-ն է, դուք բոլորդ գնալու եք տուն, իսկ ես չեմ գնալու տուն։ Մկրտիչ Սրբազանի վերջի խոսքը դա էր։ Այսինքն ինքը լավ պատկերացնում էր, գիտակցում էր, գիտեր, որ իրավաբանություն չկա այստեղ։ Նշենք, որ Մկրտիչ Սրբազանից բացի ձերբակալված է նաև Տեր Գարեգինը եւ Արագածոտնի թեմի առաջնորդարանի հաշվապահը, փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ հաշվապահին էլ վերագրվում է հափշտակության մեղադրանք, բնականաբար այս որոշումը փաստաբանները բողոքարկելու են։ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով, որպես Մկրտիչ Սրբազանին օժանդակելու, այսինքն նույն հոդվածները, նույն, այսպես ասեմ, աբսուրդային վիճակը գտնում են նաև իրենց գործում եւ գլխավոր հաշվապահն է ձերբակալված, պետք է ներկայացվի կալանքի, այսօր նաև քննարկվել է գլխավոր հաշվապահի կալանքի հարցը։ Մյուս հոգևորականները բոլորը ազատ են արձակված, այսինքն չեն ձեռք բերել մեղադրալի կարգավիճակ, վկայի կարգավիճակով ավարտվել է։ Հիշեցնենք 3 վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, ինչպես նաև 1 տասնյակից ավելի հոգևորականների տներում, 12 եւ ավել հոգևորականներ քահանաներ բերման էին ենթարկվել, նրանց մի մասի տեղը մինչև վերջին պահը անհայտ էր, այդ թվում Մկրտիչ Սրբազանի եւ միայն օրվա ավարտին հայտի դարձավ, որ Արագածոտնի թեմի առաջնորդին իրավապահները պահում են կենտրոնի քննչական կոմիտեում, ընդ որում այդ մասին ոչ թե քննչական կոմիտեն էր հայտնել փաստաբաններին, այլ մարդու իրավունքների պաշտպանը եւ ժամեր շարունակ փաստաբանները զրկված էին եղել տեսակցելու իրենց պաշտպանյալներին։ Խառնել են լրիվ իրար։ Ընդմիջման ժամը չի ավարտվել, կներեք։ Ընդմիջման ժամն էլ ավարտվել, զատիկն է սփխեչը կտրել է իրանց։